Ողջույն ընկերներ, այսօր շարունակում ենք BMW-ի վրա աշխատել։ Հիմա ինչ որ մասեր կա, որ պատվիրել եմ, որ պետք է հələ գա, տանիքի հետ կապված։ Ոնց սպասում ենք, մինչև այդ, բայց պետք է պարապ չնստենք, գործ անենք։ Ինչ ենք անում այսօր։ Ուրեմն մի հատ լվանանք ավտորա, ոնց որ ասում եմ, նայում եք ինքը լավ կեղտոտ է, սևը դե գիտեք։ Կեղտ, ստե լվում ես ընդ կեղտ։ Այս հիմնականում այս բանտաժները մի հատ լվանանք։ Տենանք ինչ վիճակ է տակը, չնայած լավ վիճակ է երևում է, բայց կեղտոտ է։ Մի խոսքով լվանանք մի հատ, որպեսզի տենանք այս ներքի վրա ինչ ունենք անելու, իսկ անելու ոնց որ լիքը բան ունենք, ոնց որ գնացինք։ Okay, ընկերներս, մաքրելու process-ինք, այս իր խալիները սաղ լվացինք, մաքրեցինք, իդեալական, բայց դա ինչպես տեսնում եք, մի քիչ մաշված տեղեր կա, այստեղ կարորից քանդված, հիմա այստեղ հատուկ կարպետի ներք ունենք, մի թեթև այստեղ կպզծնենք, տենանք ինչ է ստացվում, այնտեղ ուրիշ կարպետների վրա էլ մի քիչ տեղեր կա, որտեղ որ կարելի է անել, հիմա անենք, տենանք ինչ ալնեմ։ Քեփչեցի, չգիտեմ, օգուտ տվեց թե չէ, ոնց որ հա, հենց մնացած տեղերն կփակենք ու կդնենք մեջը։ Այսպես տեղեր ունենք իհարկե, սրա մասին է խոսքը, հիմա սրանք էլ կփչենք, չգիտեմ խիա սենց եղել, բայց դա եղել է, որ գնացինք։ Այս հատվածները իհարկե շատ կարևոր չի, որովհետև կարպետի տակ անգնում, բայց այդտեղ պետք է սիրունացնել, որպեսզի կարպետի տակից վեր չհառնի։ Նույնն այստեղ։ Կարծում եմ սենց ավելի լավ է։ Իհարկե կչորանա գույնը կդառնա նույնը, ոնց որ իր կարպետի մնացած կտորն է։ Ոնց որ սենց ավելի լավ է։ Նստիձելիքները պետքա նստատեղերը, հա, հայերեն խոսենք, նստատեղերը պետքա մաքրվի, կոնդիցիոներ արվի, բլա բլա բլա, մի խոսքով մաքրվելու լիքը գործ կա, բայց կամաց մոտարի այսա տենում եք ստե ուպս այսպես կչում ենք ներկա թարմացնում ենք թարմը լույսը իհարկե շատ վատ անգնում ձեր համար, բայց սենց հաստատ ավելի լավ է։ Okay, դա վերջի խալիկն էլ դնենք տեղը։ Okay, լվացինք ընկերներ, հիմա եկեք տնենք ինչ վիճակ է իրականում գավնո վիճակ է ներկա։ Վառած խազ, ստեղ overspray կա, սենց գիծ է գնում, եթե տենում եք, այսինքն կողքից ուրիշ բանի ներք թոզմոզ է նստել, վառած ուսա խազ, սև ներկը հատկապես պիտի լավ լինի, որտեղ սև ներկը գիտեք շատ կապրիզնի է, հիմա ասենք նայեք, մեռած է ներկը, կա, բայց լավ չի, ու նույն ավտոն սենց սաղ խազերի մեջ կուրած է, նեքստե, չգիտեմ, ասենք ով է, խիա, վեկալ ես, տենց ինչա պրտ է ու տենց, խազեր, խի, խոսքի օրինակ,
լաքի վառած տեղ է, խազեր։ Խազեր, գավնո, վառած։ Մի խոսքով ու տենց։ Սա ավտոն այտենց։ Հիմա մենք պետք է ավտոն փայլացնենք, այսպես ասած։ Պետք է փայլացնենք, բալերովկա պետք է արվի, որովհետև սենց էս ավտոն ափսոսա չի համապատասխանում իր մայլեջին, իր արտաքին տեսքը։ Այս կա համապատասխանը։ Հիմա արդեն տեսեք նայեք բանտաժները ոնց որ ասում են, լես լվալալուց հետո լվացի։ Նայեք իդեալական վիճակում է։ Սի եւս մի ապացույց է, որ վազքը օրիգինալ է, չէ՞, ես չեմ կասկածում ընդհանրապես, բայց այսինքն 4 անվա հեծնել ուղղակի իդեալական վիճակում է, առանց որևէ խազի, շատ զարմանալի է, որտեղ սա ավտոն խազերի մեջ է, բանտաժների վրա խազ չկա։ Այս ամեն դեպքում։ Լավ, ինչ որ է անգերներ, եկեք գնանք պալիրովշնի պաստամաստա առնենք, գանք ընգնենք ավտոյի ջանին։ Դուք մնացեք, որովհետև ձեր համար կլինի հաջորդ վարքյանին, իմ համար չգիտեմ, այսօր թե վաղը չէ մյուս օրը գնացինք։ Ողջույն ընկերներ, հաջորդ սերիանը BMW-ի տանիքի վրա ենք աշխատում, այսօր մասեր է եկել, փչացավ լրիվ մի ուրիշ բան էլի տանիքի վրա, ոչ այն ինչ որ ես սարքում էի, հիմա այդ պետք է սարքեմ, հիմա ցույց կտամ ինչն է խնդիրը։ Ունեմ այս իրա ստեղ էլ բան ունի, շարժիչ ունի, մոտոր ունի ու դրա հետ ինչ որ բան է կատարում, որը որ նորից փչացել է, մի նայեցի ոնց որ թե մոտորի մեջ ինչ որ ատամնանիվներ կան, որը որ փչացել է ու պետք է փոխվի, ու հեսա, սրանք արդեն պատվիրել եմ եկել է, չգիտեմ ոնց պետք է փոխվի, ինչ պետք է արվի, որ պետք է քանդվի, բայց որ պետք է արվի, դա գիտեմ, ոնց որ եկեք հələ փոխենք, տենանք ինչ է լինում։ Հիմա ձեզ ցույց տամ ինչն է խնդիրը, ուրեմն այս իր մոտորն է ստեղ, այս տանիքը բացելու կոճակը սխմում ենք ու ինքը պետք է այդ մասը հետ գնա, նայեք ինչ անում։ Ոչ մի բան տեղի չի ունենում։ Ոնց որ էսի պիտի սարքենք։ Okay, մոտորը քանդեցինք ոնց որ։ Մենք դեսեմ մեջը բացենք։ Դրանք ինչ կա մեջը, սրա մոտորին ձեր չի տված։ Կարմիր կետերը տենում եք բաների վրա, այս շոռոպների, շոռոպը ինչ է մի խոսքով։ Լավ, բերեք էսը քանդենք, տենանք ինչ է մեջը։ Okay, մոտորը հանեցինք վերից։ Հիմա այս իր կրիշկեն կբացենք, տենանք մեջի ինչ է։ Շուտ տեսնում եք ձեր տված չի, կամ էլ ձեր տված է, չգիտեմ, բայց մետքեքը արած է, չգիտեմ գործարանային է թե չէ։ Okay, հիմա ստեղ նայում եմ։ Ինքը մետաղականն է, բայց խիչի խրացնում չգիտեմ, այսինքն փոխած եղել է, իրանը պլաստիկ է գալիս իրականում, բայց դե բացել ենք, փոխենք էլի, հա, տենանք ինչ է։ Okay, ընկերներ, այս նոր մեխանիզմը արդեն դրեցի, չգիտեմ, ես կաշխատի թե չէ, բայց ոնց որ տենում եք սրանց վրա, այս հների վրա, նայեք, տեղեր կա մաշված, տենում եք այս փայլուն մեջտեղի հատվածները, չգիտեմ խնդիրը իհարկե սրա մեջ էր թե չէ, բայց դե փորձենք, տեսնենք ինչ է ստացվում, մի խոսքով էսի եկեք էսի հետ հավաքենք, տեղադրենք, տենանք մի բան փոխեց, թե չփոխեց, գնացինք։ Okay, եկեք դնենք վրան, տենանք fix թե no fix։ Okay, ընկերներ, ժամանակն է փորձարկենք,
Գնանք մի բան եղավ, թե չեղավ, օփ, լարը չեմ միացնեմ։ Կներեք լուսավորության համար լավ չի գնում, բայց սենց ավտոն կանգնած, հենց որ գնացինք։ 1, 2, 3 Անցար դրդրոցը չկար, լավ սպասեք։ Խոտ տվեցի կաղա ակումուլյատորը չի ձգում։ Այո։ Էլի կանգնավ։ Հա գնում, շուշեքը, արա շուշեքը։ Ես շուշեքը մոռանում եմ իջացնեմ։ Այո, всё։ Լավ ենք։ Լավ ենք։ Սարքվավ։ Մալադես, Արսեն ջան։ Ես այստեղ սարքեցինք։ Մի խոսքով, ես այստեղ սարքեցինք, մնացածը։ Լավ փագենք, մի հատ բացենք, մի հատ տնենք ընդհանուր ոնց է աշխատում, ընդհանուր թափը գնացինք։ Այդ սրանք հետ հավաքեմ իհարկե։ Գերներ ուրեմն այս դիմացի մասը սարքեցինք, այս հետևի մասը հիշում եք անցած վիդեոյում այդ մանիպուլյացիաները արեցինք, բայց օգուտ չտվեց, ուրեմն դրանից հետո ինչ արեցի, նորից հետ քանդեցի, որտեղ մոտորը նորից հետ էր փախել, լավ չէի ձգել, ինչ էի արել, հետ էր փախել, նորից տեղը բրդեցի, մի քիչ ուշ տվեցի, մի խոսքով ձգեցի ու ռիսիտ արեցի թոփը, որտեղ պետք է ռիսիտ անես, որտեղ խաղարտվում է իրար։ Մի այդ մանիպուլյացիաները արել ենք, հիմա տենենք իրականում աշխատում, թե չի աշխատում վերջը, անցնենք ուրիշ գործողությունների, թե elə բրի տանջվենք սրա վրա։ Լավ, եկեք փորձենք տենենք ինչ ալնում։ Ձեր փակվի։ Ինչպես տեսակ ընկերներ օքեյ ենք, չնայած մի հատ խնդիր կա, մի հատ չէ, երկու հատ խնդիր կա կապված թոփի հետ։ Ուրեմն ինքը սենսոր ունի, որը որ փակվում է, չգիտեմ որ կողմն է,
ուրեմն ինքը սենսոր ունի, որը որ փակվում է, չգիտեմ էդի որ կողմն է, այդ սենսորը չի ճանաչում, որ թափը փակվել է։ Կարմիր լույսը իր մարգատ է անում։ Էդի 1, երկրորդն էլ ցույց կտամ, այնտեղ այն մի իր headliner-ը մեջի կողմի իր կատորը, այն մի կողմը լոճած է, ընկած է, փոկված է, այդտեղի սարքենք։ Հենց որ անցնենք էդի սարքենք, էսի չգիտեմ ձեր կտամ թե չէ։ Այս կտորի մասին է խոսքը։ Դու մեկ ստեղ թելերով կապրտած է, այնտեղ փոկված է։ Ստեղ էսի փոկված է, հիմա էսի պետքա սարքվի։ Չգիտեմ ոնց, բայց պետքա։ Ինձ իր պլաստիկի կտորը կա ստեղի որ լինում է, բայց հեսա հասկանանք ոնց է արվում։ Էս է իր այդ կտորը։ Հիմա պետք է նայեմ այս կողմը ոնց է արած։ Այս կողմը ոնց է արած։ Նույնը պետք է անեմ այն մյուս կողմը։ Այստեղ տեսնում ենք որ արդեն էս մի կողմի վրա տեսեք այս կտորի տեղը կլեից փոկված է, արդեն էսի հաստատվի սարքվի։ Այստեղ ունենք մի հատ լար, որը որ ստեղ չունենք։ Տեսնենք։ Գեներեսի հետ կապցրեցի տեղը կլեով իր կտորը։ Հիմա կթողենք կմնա կչորանա։ Նոր հաջորդ քայլերը կհասկանանք ինչ պետք է արվի, ոնց պետք է կապվի այս ամեն ինչը իր մեխանիզմի հետ։ Հենց որ սպասենք մի քիչ մինչև չորանա։ Կենգերն ուրեմն airbag-ի լույսը վերացնելու համար ուրեմն sense գործիք կա Amazon-ում։ Նայեցի, էսի ուրեմն ուրիշ տարբերակ կամ չկա կամ ես չգիտեմ, որպեսի airbag-ի լույսը reset անենք, սովեսի պարտադիր պետք է այս գործիքը OBD1 սկաներով է, այս հատուկ դրա համար է նախատեսված, հիմա կպատվիրենք, կարծում եմ վաղը արդեն կունենանք մեր մոտ այդ հարցն էլ կլուծենք, դիագնոստիկական ենք, կհասկանանք ինչում նա խնդիրը։ Կենգերներ ուրեմն եկանք BMW-ի համար երկար պագышկայի մանգալից, անվայեցր չէի գտնում, անվադողեր ավելի ճիշտ, եկանք ստեղ pick-your part կա, junkyard է, էլի միլիոնավոր ավտոներ կա ստեղ կանգնած։ Լավ մանեկանք, բայց վերջում շատ լավ 17 դյույմ գտանք անվա դողերը ու բաները շատ թարմ է, date կոդերը 23 թիվ, հենց որ տենում եք շատ լավ առանք ու համեմատաբար էժան $75, գումարս $10 էլ իհարկե մուտքի փողը, բայց օքեյ է, այսօր տանենք կհագցնենք BMW-ի բանտաժների վրա, կարմիրների ու կգցենք տակը։ Այսօր զբաղվում ենք airbag-ով, տենանք airbag-ի հարցը կարում ենք լուծենք թե չէ, Amazon-ից օրդեր մարեն ինչ որ պետք է գար եկել է այդ սարքը, հիմա եկեք բացենք, տենանք աշխատում է թե չէ, գնացինք։ Ուրեմն էս է։ Այսա կբացենք, կտենանք ինչ կա մեջը։ Հենք ուրեմն հեսա, այսի գործիքն է, սկաներ թուլը for BMW SRS reset, ուրեմն այս գործիքը մենակ airbag-ի լույս է reset անում, ուժ ոչ մի բան։ Այս էլ OBD1 սկաների ադապտեր է, որը որ լավ բան է, պետք է գա թող մնա։ Քանի որ ես հին ավտոները շատ են գործանում, OBD1-ը լմա ցավի վրա համարյա պետք է գա։ Ուրեմն էսի սենց կապինք իրար, հանի եկեք փորձենք տենանք լուծում ենք մեր airbag-ի խնդիրը, թե չենք լուծում։ Տենում եք airbag-ի լույսը դեռ ոչ միտեղ չի գնացել, հիմա փորձենք reset անենք։ Okay.
ուրեմն այս մեքենան քանի որ OBD 2 ունի, բայց կարծում եմ էսի OBD 1-ով առեսի թարվում, որտեղ Airbag-ի կոմպյուտերը ստեղ է։ FA, հիմա դիագնոստիկա անենք, այս FA-ը դիագնոստիկան անը, որտեղ ենք խնդիրը ինչ է, հետո կջնջենք էլի։ Okay, 02 մատել է 02 սեղան 18 աշիպկեն ընկես 06 02 սեղան 18 աշիպկա ու 06 մատել հիմա եկեք գրքով նայենք էդ ինչ է 18 Seat occupancy detector passenger. Okay. Դեմի ուղևորի դահաճիկն է, որը որ չի ճանաչում, որ airbag-ի վրա, նստարանի վրա մարդ կա նստած, մեկ էլ 02-ներ, չէ։ Warn lamp. Լամպուշկեն է։ Okay, քանի որ իմացանք ինչն է խնդիրը, ընդհանրապես լամպուշկենը ու դիմացի պասաժիրի սենսորն է տակից, որը որ չի ճանաչում, որ մարդ կա նստա տեղի վրա, դրա համար Airbag-ի լույսը չի անջատվում։ Այդտեղ սարքենք Այդ order կանեմ կգա, բայց ինչ եմանք արդեն reset կարանք անենք։ Okay, scroll. Okay, FA. Հիմա պետք է գնանք CA։ Okay, հիմա enter։ Reset արեցինք։ Հիմա Դենանք ունենք Airbag-ի լույս, թե չունենք։ Չունենք։ Ինչպես տեսնում եք, գնաց Airbag-ի լույսը։ Այս խնդիրն էլ լուծեցինք, լավ էր։ Գերներ BMW-ի հաջորդ օրն է։ Ուրեմն, ինչպես տեսա գնացինք պահբիճկի կճարեցի, հիմա գցել եմ մոնտաժների վրա, ցույց կտամ ինչ ա եղել։ Ամեսի մոնտաժները։ Պահբիճկով պատրաստ է։ Դել իրանց պետք է փայլացնել իհարկե, որտեղ երկար ժամանակ կանգնած են եղել, բայց այսպես ինչ եմ անում եմ պալերովկա BMW-ն, խնդրեմ, նոր եմ սկսել, Խոսքով անեմ վերջացնեմ ու ձեզ արդեն արդյունքը ցույց կտամ, իհարկե դա իմ համար չի լինի այսօր, բայց ձեր համար կլինի այսօր, կապոտը արդեն այս հատվածը, որ տեսնում եք, այստեղ արդեն արված է, ոչ վերջնական, ինձ որ լավ, անեմ վերջացնեմ պալերովկեն ու արդեն հետո ձեզ ցույց կտամ ինչ արդյունք ստացանք։ Պալերովկեն վերջացեցի արդեն, չնայած հիմա ցույց եմ տա ընդհանուր արդյունքները, եկեք բանտաժել Բերենք գցենք տակը ու տենենք ընդհանուր արդյունքը ինչ է ստացվում մեր BMW-ի գնացինք։ Սա մեզ է սպասում։ Տանենք, տեղադրենք։ Վերջի շտրիխներն է, ուրեմն այս կտորը տենց ման էի գալիս որտեղից է, սրա մյուս կտորն էլ կար, բանի մեջ գտա, բագաժնիկի մեջ գտա, հիմա գտել եմ որտեղից է, այս ռեմենի ինչ ասեմ, վահանակ ասեմ, ինչ ասեմ, ես մասն է կոտրված, ես աստերից ջարդված է, հիմա ես էլ կլեով կկպցնենք, սիրուն, սենց կդառնա։ Ու կմնա արդեն մի հատ սալոնը մաքրեմ ու ցույց կտամ արդեն ընդհանուր ինչ ստացանք այս պրոյեկտի արդյունքում։ Գնացինք, ես էլ կպցնենք ու անցնենք առաջ։ Ընկերներ, ինչպես հիշում եք, այս անտենայի ռեզինը չկար։ Հիմա էլ չկա, բայց այս կտոր արդեն քանի կտոր կպցրել եմ իրար, այս ռեզինը գտա բանի մեջ, բագաժնիկի մեջ, sense մի քանի տեղից կպցրել եմ։ Հիմա այս երկու կեսն է մնացել, կպցնեմ իրար,
ռեզինը դնենք, եթե չփլվի ու ասես տենեմ եք պալորովքից հետո արդեն կեղտ է այս արանքները, ինչպես տեսնում եք սալոնը նույնպես կեղտոտ է։ Հիմա ինչ ենք անում այսօր, ունենք կոլորշու ապարատ, չոտք, դիգրիսեր, տրյապկա, մաքրում ենք սալոնը, պլպլացնում ենք, հետո անցնում ենք կապոտի մեջը պլպլացնելու, ինչպես տեսնում եք շատ կեղտոտ չի, բայց կլինի շատ ավելի մաքուր և նոր վիճակի, հենց որ անցնենք գործի ընկերներ։ Так, ուրեմն վառած լամպուշկիներ գտանք, այս էր հետևի ձախ կողմի ստոպը, սա փոխեցի վերջում նոր հացա դրան։ Ընկերներ, մի խոսքով էլեկտրականության հարցերն լուծեցինք, հիմա արդեն անցնենք մեր սալոնի մաքրությանը ու արդեն շատ շուտով կտեսնենք ինչ ստացվեց վերջնական արդյունքում, գնացինք։ Ամենակարևորը ռույլը մի հատ, որովհետև ռույլը շատ կարևոր է։ Ինչպես տեսնում եք, ռույլը արդեն չի փայլում, ընկերներ, կամ շատ քիչ է փայլում։ Ինչը որ ճիշտ է, ռույլը պետք է չփայլի, եթե փայլում է կաշին, ուրեմն յուղոտ է և կեղտոտ է։ Հենց որ հիմա տեսեք, այս գույներն էլ բացվավ M կարերի։ Հենց կորուստի գլուխը քիչ տեղ ներկմաշվել է, բայց մնաց վերջի գործը, ընկերներ, հետ էլ անենք, այս ավտոից կպրծնենք, այս իրը մաֆլերն է, ստեղ ոնց որ տենում եք, հանածա ուղիղ տրուբա է գցած, լա բրբրում է ձենը, բայց սենց ավելի լավ է, որտև ամեն դեպքում հետի էգզոստի թյունինգ չի, էժան կոլխոզնի եղանակով ինչ-որ ձեն ստանալու մեթոդը, որ ինձ այդքան էլ դուր չի գալին, հենց որ կտանենք եսի հետ կդնենք վերին։ Okay, ընկերներ, մաֆլեր շափում ենք, հիմա ինչպես տեսնում եք մեքենան արդեն լիֆտի վրա է, հիմա մաֆլերը կդնենք վերին։ Հույս ունեմ, այսօր BMW-ն նկարում եմ, վերջի նախապատրաստական աշխատանքներն է, տանիք կարծում եմ սարքել եմ էլ չի փչանը, եթե փչանը կսպանեմ ես սրան։ Հիմա ինչ եմ անում, մի հատ վերջնական վաքս արեցի ու վաքսից հետո փորձում եմ մի հատ էլ սիրա բանտաժները փայլացնեմ, քանի որ բանտաժները պետք է փայլացնել, այդ ալյումինի ինքը ժամանակի ընթացքում մնում է խամրում է, հիմա ձեզ ցույց տամ ինչի մասին է խոսքը։ Նայեք համարյա թե բան չկա, էլի այդ արտացոլանքը չկա, ինքը սիրուն է, բայց թափանցիկություն, հայլիության էֆեկտը էլ չկա։ Հիմա ցույց տամ արածը նաև, այս դե տեսնում եք, ալյումինի պալորովկի պաստա, լրելին ասատկա, այստեղ
ցույց տամ։ Արդեն արված է։ Տեսնում եք տարբերությունը։ Սենց ինչքան արդեն սիրուն է։ Ոնց որ այս 4 հատ պլանենք վերջացնենք ու տեսնենք ինչ է ստացվում մեր ամբողջ այս չարչարանքի արդյունքում գնացինք։ Գեներ հերթական BMW-ի արկածները շարունակվում է, էլի չեմ հասցնում այս մեքենան ավարտին հասցնեմ, այս աբլիցով կիթայի ճամփի թռենք է կորելա, չգիտեմ ուր անգե, խի անգե ու տանիքի հետ կապված էլի խնդիր կա, հիմա էլ հետևի մատորն է խուզել, հիմա էլ էտի փոխենք, հույս ունեմ այսօր BMW-ից կվերջացնեմ։ Սա նոր աբլիցով եկել է, բացենք տեսնենք ինչ կա։ Այսպես փոխում ենք, բայց դե քանի որ մեկը փոխում ենք, մյուսն էլ պետք է փոխենք։ Հիմա այս մեկը դնենք, ճիշտ է հանգնում, ճիշտ չի ընկնում, այս կողմինն է։ Սի դնենք։ Ընկերներ BMW-ի հերթական արկածներն այս ավտոն սպանելու են, ձի չեմ հասցնում նկարել։ Ուրեմն brake circuit լույս էր վառում դաշի վրա, այսինքն արգելակման մեխանիզմի հետ կապված ինչ-որ խնդիր, դուրս եկավ այս փուչուր զիբիլնա, պեդալի տակի switch-ը, որ ես պեդալը սխմում ես, ինքը սան բրդում է, վրից վեկալում ես, հետ է գալիս, մի խոսքով կամպյուտերը ճանաչում է, որ տորմոզի տակ ավտոն, թե չէ։ Հիմա ես եմ փոխում, մի ապուշ տեղ է էսի, տորմոզի պեդալի տակ, տեղ չկա, ես էլ մի քիչ փոքր մարմին չեմ, մի կերպ ես արանքը խցկվում եմ, բայց հեսա թազն պատվիրեցի եկավ, հիմա դնենք վրեն, դնենք ինչ ա լինում։ Okay, 4 հատ թազը քվուրից հետո գնաց տեղը մեկ երբ շատ անհարմար գործ է էսի, ուրիշ ավտոյի վրա էլ եմ արել Mercedes-ի, բայց ընդ մի քիչ տեղ կար, էսի վաբշե տեղ չկա։ Հուսով եմ էսի մեր խնդիրը կլուծի։ Էլ այդ հիմար պրոբլեմը չենք ունենա։ Եկեք մի հատ խոտ տանք, տենանք տորմոզի պեդալը սխմելուց հետո խնդիր ունենք, թե չունենք։ Հիմա ինչա, brake like circuit, էլի։ Check control, brake light circuit։ Plug-ը մի անգամ էլ հանել դնելուց հետո ոնց որ հուսով եմ էլ չի վառի, որովհետև լուրջ ներվային անում եմ։ Տորմոզ չկա, տորմոզ լույսը չկա։ Okay, ընկերներ, BMW վերջապես պատրաստ է, հիմա եկեք տենանք այս մեր սաղ կինոյի արդյունքում ինչ ստացվեց, ցույց կտամ մեքենան ինչից ինչ դառավ, ու ինչ էր, արդեն գնացեք առաջի սերիան նայեք, հիմա ցույց կտամ ինչ դառավ։ Գնացինք։
Okay, ուրեմն արտաքինը տեսանք մեքենան փոփոխությունները, ինչ էր, ոնց էր, ինչ էր առաջ, ինչ էր հիմա, կարծում եմ բոլորիդ դուր եկավ, եթե չեկավ, okay, չեկավ, բայց գրեք եկավ թե չէ։ Հիմա այս BMW-ն ես հիշում եք առաջի սերիայում ասացի, որ առնում եմ մի հատ հասկանամ BMW սիրողները Вообще խի են առնում այս ավտոն, էլի, ինչի են սիրում BMW, ինչն է պատճառը, որ իրանք BMW այդքան շատ են սիրում։ Ուզում եի հասկանալ, քանի որ ես այն ժամանակ էլ ասացի, ես BMW ընդամենը ունեցել եմ մի հատ, որը որ եղել է 77 թվի, դա իմ ամենասիրած BMW-ներից մեկն է, 24 630 CSI, ալիքում կա մտեք նայեք այդ վիդեոները, բայց էսի արդեն նրանից 22 տարի թարմ, բավականին ժամանակակից մեքենա արդեն, մի խոսքով առա, որպեսզի նախ իրականացնեմ իմ արտաքին պատկերացումները մեքենայի հետ կապված ու հասկանամ ինչա BMW-ն իրանից ներկայացնում։ Հիմա ինչ ենք անում, հիմա նստում եմ մեքենան, քշում եմ ու կիսվում եմ իմ տպավորություններով BMW-ի մասին, մինչև այս պահը, ասեմ, որ բացի գլխացավանքից այս ավտոն ուրիշ բան ինձ չի տվել, բայց իհարկե չեմ ասի տեխնիկական, որովհետև տեխնիկական վիճակը իհարկե շատ լավն է, շատ ցածր մայլեջ ավտո է, ոնց որ մեխանիկական առումով ոչ մի խնդիր չի տվել, տանիքի հետ կապված ահագին չարչարվեցի, բլա, մի խոսքով վիդեոն նայեք։ Հիմա նստում ենք, քշում ենք, կիսվում եմ իմ տպավորություններով, գնացինք։ Ինչպես տեսնում եք, գեղեցկու իմ պատրաստան, հենց որ գնացինք։ Ուրեմն ինձ իհարկե ժամանակ էր պետք ավտոն հասկանալու համար, ուղղակի քշել էր պետք։ Հիմա քշել եմ ավտոն ու ասեմ, որ տպավորված եմ, ճիշտն ասած։ Հիմա գնանք համ էլ կպատմեմ խի։ Գնացինք։ Նախ առաջի հերթին տպավորված եմ ինչով։ Այսի բարձրացնենք, որ ձենս լսվի։ Մատորի քաշով։ 6 Porsche-ին, չգիտեմ, 170 քանի զիավուժա ինչա, բայց շատ լավ է գնում։ Ու բանա, վերև ապարոտների մատորը, այսինքն վերխավոյ է, ռուսերեն չգիտեմ, այդ բառը գիտեմ, հայերեն չեմ կարող համարժեքը գտնեմ։ Ինքը վերևի այս պատույտներում իրան շատ լավ ազգում, իսկական շարժիչը բացվում է այդ ժամանակ։ Բացի դրանից շարժիչը, ասենք ինքը իր հերթին, որ լավն է, բավականին շատ լավ քաշում է ու ես փորձարկել եմ լավ ապարոտների, այդ բարձր ապարոտների ընթացքում ու ասեմ ֆանտաստիկ իրան արդյունավետ է դրսևորել, այս գնացինք։ Բայց ուզում եմ գովամ նաև մեխանիկական փոխանցումատուփը, որը որ շատ հեշտ է քշվում։ Ասենք ես այդքան ավտո եմ ունեցել, նաև կորվետներս են մեխանիկա եղել, մի խոսքով։ Այս BMW-ի մեխանիկան շատ լավ է քշում, շատ թեթև, հանգիստ։ Այսինքն ես ունեմ ձախ ծնկի խնդիր ու այդ ծնկի խնդրի պատճառով ես օրինակ իմ կորվետը չեմ կարողանում քշեմ 73-ի, որովհետև դրա այդ կոնուսի պեդալ սխմելը ահավոր է։ Էսի շատ փափուկ ու հանգիստ է գնում, շատ։ Այդ առումով ավտոմատի պես եմ քշում համարյա այս մեքենան ու շատ է այդ պահը դուրս գալիս։ Ու էսի արդեն 2 պլյուս կոնկրետ այս ավտոյի վրա, բայց ամենամեծ պլյուսը իմ համար ինչն է, ես առանձնապես տենց բան չենք, դրագ ռեյս չենք անում, որ ֆանտաստիկ արագությունների բանի տենց տպավորության տակ մնամ, ես ինչ եմ սիրում եմ այսպես ճանապարհներին քշել, արագության տակ, նու կառավարելի արագության տակ, ինչը որ ես կարամ կառավարեմ, ֆանտաստիկ է ուղղակի ես քշվում ես մեքենան, իր այս ռուլյոշկեն, իր ղեկավարումը ուղղակի ինձ տպավորել է։ Ես շատ մեքենաներ եմ քշել, շատ սպորտային մեքենաներ եմ քշել, բայց կարելի ասել, որ իմ համար հիմիկվա դրությամբ երկրորդ տեղում է այս մեքենան, իր կառավարելիության տեսակետից,
Առաջի հերթին հələ որ իմ համար Porsche-ն է, որ Porsche-ից ենքում, չգիտեմ, կառավարության տեսակետից Porsche-ից ենքում ավտո հələ ես չեմ քշել։ Բայց զարմացած եմ ահավոր BMW-ով, որովհետև BMW-ն էլ շատ լավ է կառավարվում։ Հիմա այստեղ ես մի քիչ շատ արագ չմտա այս բավարոտները, որովհետև ճիշտ ասած այս պագրիշկիքը, որ հիմա գցել եմ տակը, հետևը քսում է մի քիչ։ Դրա համար չեմ ուզում այդ ճղեմ ճիշտ ասած այդ պագրիշկիքը, դրա համար համեմատաբար հանգիստ եմ քշում այդ բավարոտներին։ Դե գիտեք, ճոճ է լինում, ճոճի ընթացքում ասենք կռիլոն քսմա պագրիշկին, դրա համար շատ չեմ ուզում տանջեմ, բայց քշել եմ այն իր զավացքոյ պագրիշկեքով ու այս նրանցով էլ եմ քշեմ ու խաղալ եմ ու ասեմ, որ լուրջ տպավորված եմ, շատ է դուրս եկել։ Իմ համար BMW-ն դառավ մինչև ու սրանից հետո, որովհետև մինչև այդ իմ ես ճիշտ ասած մի անգամ BMW-ից տպավորված եղել եմ, բայց ես չեմ քշել, քշել է իմ ընկերը ու շատ ավելի երիտասարդ տարիքում է այդ ժամանակ ու հենց այդ նույն տպավորվեցի իր այդ պտույտները, ոլորապտույտ ճանապարհները լավ արագության տակ մտնելու կարողությունից, բայց քանի որ ես չէի քշում, ես ուղղակի զարմացա, որ մտածեցի երևի ինգերս ասես լավ կարում ավտո քշել, բայց դու մի ասա, չէ, ավտոն պետքա քեզ թույլ տա, որ դու այդ ամեն ինչը անես ու այս ավտոն հավատացեք թույլ է տալիս։ Իհարկե որ ես չի որ պետքա BMW-ից BMW-ի մասին սովորացնեմ հայերին, որովհետև հայերը BMW-ի գիժ են Հայաստանում, ստե ընդ չգիտեմ ամեն դեպքում իմ տպավորություններով եմ կիսվում ու տպավորությունները շատ լավն է, շատ եմ հավանել այս ավտոն։ Հետո ինքը քանի որ շատ ցածր մայլեջ ավտո է, 38000-ը քշած ընդամենը, ինքը քշվում է նորի պես, ասենք որ այս մեքենան նոր գործարանից դուրս եկած է, այսինքն քշում, դրա համար տպավորություններս նաև հաշվի առնել, որ էսի 26 տարվա մեքենայով նորի պես է քշվում, այդտեղ էլ դրանից եմ զարմացած, բայց ամեն դեպքում կառավարելիությունը համար 1+ իմ համար BMW-ն ստանում է իմ գնահատականը բարձր, շատ Porsche չի հələ որ իմ համար, բայց կարելի ասել, չգիտեմ, շատ մոտիկա։ Հիմա հենց հիմա նաև մի հատ Porsche ունեմ, ցույց կտամ, չգիտեմ, ալիքում կարծում եմ հələ դրա մասին վիդեոն չեմ դրել, բայց ամեն դեպքում մոտ հետաքրքիր մեքենա հիմա տեսանք, նայեք, հեսա չգիտեմ կերևա թե չէ։ Ասենք հաստատ հայ մարդու գարաժ է, այսպես H1 Hammer, ֆանտաստիկ մեքենա, գնացինք։ Մի խոսքով կառավարելությունը հրաշալի է, մոտորը շատ լավն է, դուրս գալիս է, ծախսը հրաշք, իրոք շատ լավ է ծախսում այս ավտոն, որ ծախսի տեսակետից էլ է դուրս գալիս ու հիմիկվա դրությամբ ասում, այս ավտոյից շատ մեծ տպավորություններ ունեմ ու շատ է դուրս եկել։ Կարծում եմ սրանից հետո BMW-ին ուրիշ աչքերով եմ նայելու, որովհետև մինչև այդ ես մի քիչ ավելի տենց սկեպտիկ էի վերաբերվում BMW-ին, նո այսինքն որտեվ չէի հասկանում ինչ են մարդիկ սիրում, հիմա հասկանում եմ։ Իմ հաստատ ֆավորիտ ավտոներից չի թե արտաքնապես, թե չգիտեմ, սալոնի իր ձևավորումը դիզայնով, բայց կառավարելիության մատուռի տեսակետից բավականին բարձր տեղ է իմ սյունակում գրավում։ Իհարկե այս ավտոն մի քիչ ավելի կոմֆորտնի է, ինքը ավելի տենց կրուիզերոտ է, էլի, ասենք փափուկ է, ձեն չկա, բան, այս կողմենկում, ես մի քիչ ավելի տենց ժոստկի ավտոյի սիրահար եմ, որ բան տենց կորվետս մի հատ ունեի շատ նոր եմ վաճառել, դրա մասին վիդեո չհասցրեցի անեմ, բայց ամեն դեպքում այտենց ավտոյի սիրահար եմ ես, բայց այս ավտոն էլ լինելով փափուկ հարմարավետ ավտո ինձ շատ է տպավորել, շատ ուրախ եմ, որ այս մեքենան առա, ընդհանրապես չեմ մտածում լավ կվաճառվի թե չէ, չվաճառվի, ջանդամ վաճառվի, կպահեմ հաստատ։ Այս ավտոն կյանքում իր գինը չի կորցնի, որովհետև ցածր մայլեջ է ու շատ լավ վիճակում է։ Տեխնիկապես բացարձակ խնդիր չունի այս պահին, նայում եք դաշին ոչ մի լույս, չգիտեմ, սաղ լուծեցինք ինչ կար այս մեքենայի հետ կապված,
ամեն ինչ արեցինք, պրոյեկտից գոհ եմ, վաճառքի մասին չեմ էլ մտածում, լավ կլինի, լավ էլ չլինի կպայեմ ես մեքենան, չեմ սարքեմ մենակ մի հատ բան, բարդաչոկը, ալարում եմ, այսինքն բարդաչոկը սարքելու ուղղակի չի բացվում, այդ իրականում կեն մտելա մեջը, այդ պահն է, բայց կարող է այդ սարքեմ, կարող է չգիտեմ, մի խոսքով այս պահի դրությամբ BMW-ի մասով կարծում եմ այսքանը, երբ որ վաճառվի անպայման կդնեմ հայտագա վիդեոներում կիմանաք, որ վաճառել եմ արդեն ու կանցնենք հաջորդ պրոյեկտների, իսկ ալիքում հաջորդ պրոյեկտը